Բացահայտումներում ընտրակաշառքի շահառու ուժերի ցանկը նույնն է։ Այսինքն, թե հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառքի շահառու հակակոռուպցիոն կոմիտեում բացահայտումներում ընտրակաշառքի շահառուների ուժերի ցանկն է նույնը, եւ թե այն ուժերի, որոնք արժանահավատ սոցհարցումներից էապես ավելի շատ ձայն են ստացել, եւ սա մեզ իհարկե մտահոգում է։ Առաքելության եզրակացությունները ներկայացնելու համար խոսքը փոխանցեմ գործընկերոջս։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորիդ։ Ես ուզում եմ նախ եւս մեկ անգամ շեշտեմ, որ պարոն Յանուսյանի կողմից խախտումների այդ թվաքանակի հետ կապված դրանք պետք է համեմատել մեր կողմից դիտարկված տեղամասերի 1947 դիտարկված տեղամասերի կոնտեքստում, այսինքն այն թվաքանակը, որ ներկայացվեց, դա վերաբերում է 1947, այսինքն 2005 տեղամասերից 1947-ի դիտարկման հետ կապված, սա շատ կարևոր է, որպեսզի գնահատականների առումով հասկանալի լինի եւ մի ուրեմն կարևոր հարցի վրա ուղղակի սա անդրադառնամ, որ գտնվելու իրավունքի կամ լիազորությունների այս 84 խախտման դեպքերից, որպեսզի հասկանալին թե ինչ նկատի ունենք, շուրջ 66%-ը կազմել են վստահված անձանց վկայական չկրելու, չներկայանալու, յուրաքանչյուր կուսակցությունից երկու վստահված անձի նախատեսված չափը գերազանցելու, այսինքն դեպքից ավել, այս դեպքերի հետ կապված եւ որպեսզի հասկանալի լինի թե ինչ խախտման դեպք է եւ սրանցից մեր դիտորդները հնարավորություն են ունեցել նույնականացնել, որ այդ դեպքերի 30%-ը 19 կապված է եղել ուժեղ Հայաստան կուսակցության հետ, 11%-ը 7-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, 9.5%-ը 6-ը Հայաստան Դաշինքի վստահված անձանց հետ, հա, այսինքն այն կուսակցություններն են, որոնք քվեարկության արդյունքներով առավել կամ հաղթահարել են այդ շեմը։ Իսկ հիմա եզրահանգումների մասին ես ամփոփ անդրադառնամ, ուրեմն ազգային ժողովի հերթական ընտրությունները 18 քաղաքական ուժերի մասնակցությամբ մենք գնահատում ենք, որ անցել են խիստ բևեռացված եւ մրցակցային պայմաններում եւ պետք է արձանագրել, որ ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը բարձր է եղել, ինչը համեմատած 2018 եւ 2021 թվականի արտահերթ ընտրությունների համեմատ եւ ակնհայտորեն, հա, քվեարկողների թիվը շատ մեծ է եղել, քան նախորդ երկու ընտրությունների ժամանակ եւ հիմնական հարցը կամ այսպես կոչված առանցքային խնդիրը կամ որի շուրջը տեղի ունենում մրցապայքար 2026 թվականին դա եղել է աշխարհաքաղաքական ընտրության շուրջ, ուրեմն այդ բանավեճը կամ դրա շուրջ էր ամեն ինչը պտտվում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական գործունեության ամփոփման տեսանկյունից հարկ է նշել, որ ընտրություններում առավելությունը ստանալու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման երևույթի դեմ պայքարի առկա գործիքակազմը բավարար չէ։ Սա արձանագրենք, որ վարչական ռեսուրսները այո օգտագործվել են եւ մենք գտնում ենք, որ գործող իրավական կարգավորումները բավարար չեն, որպեսզի այդ վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը լուծվի, այսինքն ոչ միայն արձանագրել, այլ նաեւ կանխարգելվի։ Մասնավորապես անկախ դիտորդը նախկինում էլ նշել է, անհրաժեշտ է ապահովել ընտրություններին մասնակցող ուժերի բարեխիղճ ու հավասար մրցակցության հնարավորությունը առավել երկար տևական ժամանակահատվածում եւ ոչ միայն բուն պաշտոնական նախընտրական, որտեղ ճիշտ է նախընտրական քարոզությունը մայիսի սկզբից է, բայց մենք դիտարկել ենք ընտրությունների նշանակման օրվանից սկսած 3 ամիս եւ այդ ընթացքի մասին է խոսք ավելի շատ եւ որը պետք է որոշակի լուծումներ տրվի ընտրական օրենսգրքով։ Սա հատկապես վերաբերվում է պետական եւ համայնքային մակարդակում սոցիալական քաղաքականության ուղղությամբ որոշումների կայացմանը, որոնք թեև օրենսդրության տեսակետից չեն կարող մեկնաբանվել որպես ընտրակաշառք կամ բարեգործություն, սակայն ակնհայտ մեկնարկային առավելություն են ստեղծում կողմերից մեկի համար։ Իդեպ սա էլ նշեն, որ սա այս երևույթը էլի միայն մի կուսակցության հետ չի կապված, այլ տեղական ինքնակառավարման համակարգում նայած թե որ կուսակցությունն է այդտեղ գերակա դեր ունի, այդ անկախ կուսակցական պատկանելությունից իրանք
այդ սոցիալական քաղաքականության կամ սոցիալական աջակցության վերաբերյալ որոշումները կիրառում էին, այսինքն սա ընդհանուր որպես երևույթ։ Զուգահեռաբար տարածվել են մեծ թվով արժանահավատ տեղեկություններ, այդ թվում իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կատարված բացահայտումներ, ընտրողների ազատ կամ արտահայտման եւ հավաքների մասնակցության նկատմամբ ընտրակաշառքի եւ բարեգործության միջոցով ներազդելու մասին, եւ անկախ դիտորդը խիստ մտահոգիչ է համարում նաեւ օտարերկրյա ինֆորմացիոն մանիպուլյացիաները եւ միջամտությունները, որոնց նարատիվները այս փուլում ուղղված են ընտրությունների նկատմամբ անվստահության սերմանելուն։ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունների ճակատագրական ուղղության եւ արտահայտության ամբրապնդմանը։ Դաշինքը ստիպված է արձանագրել, որ ընտրակաշառքը կրել է զանգվածային բնույթ եւ հանդիսացել է որոշ քաղաքական ուժերի քվե հավաքելու հիմնական մեխանիզմներից մեկը։ Ես պետք է ասեմ վերստին, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշառքը որպես միջոց ընտրությունների ժամանակ նախ 2018 եւ 2021 թվականի ընտրություններից հետո վերականգնվեց ցավոք սրտի, վերադարձավ մեր օրակարգ եւ առաջին անգամ փաստորեն ընտրակաշառքը անմիջական, քեշ այդպիսի գումարով կիրառվում էր ընդդիմադիր ուժերի կողմից եւ ոչ թե իշխանության կազմող կամ իշխանություն հանդիսացող քաղաքական կուսակցության կողմից։ Եվ սա իհարկե բավական լուրջ մարտահրավեր ենք համարում ընտրությունների ամբողջականության, օրինականության հանդեպ, եւ թեկուզ ընտրազանգվածի մի մասը, որը այդ process-ի մեջ է ներքաշվել, դա ինքը արդեն մեր քաղաքացիներն են, եւ մենք չենք ուզենա, որպեսզի այդ փչացնելու ընտրակաշառքով փչացնելու այդ երևույթը դրսևորվեր մեր ուրեմն համազգային ընտրությունների շրջանակում, բայց սա նույնպես մտահոգիչ ենք համարում։ Մտահոգիչ է, որ արժանավատ եւ վստահելի սոցիոլոգիական հարցումների արդյունքներից էապես ավելին ստացած արդեն նշվեց, ստացել են հենց այն ուժերը, որոնք ըստ հակակոռուպցիոն կոմիտեի եղել են ընտրակաշառքի շահառուներ։ Հարկ ենք համարում նաեւ արձանագրել ընտրակաշառքի դեմ պայքարում իրավապահ մարմինների աննախադեպ նախաձեռնողականությունը եւ բոլոր գործողություններին անմիջապես հետեւող ուրեմն հրապարակումներ։ Ես պետք է ասեմ, որ հենց մեր դաշինքի անդամ կազմակերպությունների նաեւ մասնակցությամբ, նաեւ մեր գործընկերների այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջանքերով քրեական օրենսգրքում ընտրակաշառքի հանցագործության շեմը այնպես բարձրացվեց, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների կիրառումը իրականացումը դառնա անհրաժեշտ, որտեղ նախկինում պատժի սահմանը թույլ չէր տալիս, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացվեն ընտրակաշառքի դեպքերը բացահայտելու եւ պետք է ասենք, որ այդ իրավական նորմի փոփոխությունը հանգեցրեց նաեւ արդյունավետության բարձրացման, որտեղ երբևէ դիտորդական առաքելությունը այդպիսի դեպք չի արձանագրել նախորդ ժամանակահատվածներում, երբ իրավապահ մարմինները ջանքեր գործադրեին ընտրակաշառքի դեպքերը բացահայտելու ուղղությամբ, չնայած մենք բազմիցս ահազանգում ենք եւ ուշադրություն չէր դարձվում։ Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը։ Այս մեր թվարկած ուրեմն խնդիրների մի մասը կապված էր հենց տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, հանձնաժողովների անդամների ուրեմն ոչ կարող պատշաճ պատրաստվածության հետ։ Ճիշտ է, դրանց տոկոսը շատ քիչ է, ասենք 5%-ի սահմաններում է, բայց այնուամենայնիվ այդ կոնֆլիկտային իրավիճակները, որոնց մասին խոսում ենք, որոնք հենց մի քանի նույն տեղամասում կարող էին մի քանի անգամ կրկնվել, պայմանավորված էր զուտ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմի նախագահի ոչ լիարժեք տիրապետելուն, թե օրենսդրության եւ թե նաեւ ըստ էության կարգ ու կանոնի հաստատումը ընտրական տեղամասում։ Դաշինքը նաև ստիպված էր մտահոգությունը հայտնել առ այն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի հեճուկս սահմանադրական կարգավորումների գործնականում չի զբաղվում ընտրությունների օրինականության վերահսկմամբ եւ ընտրությունների վրա ազդող ամենամեծ խնդիրները չեն արժանացել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությանը։ Գիտեք, այս զինվորների հետ կապված հարցում մենք անմիջապես ենք արձագանքել, պահանջել, որ դադարեցնեն անհապաղ քվեարկությունը, թեկուզ այդ մի տեղամասի մասին է խոսքը, 35-65-ի, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում էր, որ չէ, պետք է հնարավորություն տալ զինծառայողներին ընտրելու իրավունքը
իրացնեն, բայց քվեարկության ժամը արդեն վերջացել է, այսինքն 20-ից ժամը 20:00-ից հետո միայն կարող էին քվեարկել քվեարկության սենյակում գտնվողները։ Իսկ տեղամաս են քաշում, թողնում 150-ի չափ, 150 հոգու չափ ուրեմն զինծառայողներ եւ քվեարկությունը շարունակում է ըստ էության մինչև համարյա ժամը 23-ը։ Եվ կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից թվում է թե պետք է հստակ անկախ նայից թե ինչ պատճառով են ուշ բերվել կամ հնարավորություն տվել զինծառայողներին քվեարկելու, դադարեցին քվեարկությունը։ Որտեղ դա չի կարող մի տարբերակված մոտեցում, դա նույնն է, որ ասենք ընտրությանը չմասնակցած քաղաքացիները, այլ քաղաքացիներ գային եւ ասենք թե ժամը 20-ից հետո փակվել է, բայց թույլ տվեք մեզ քվեարկենք, այսինքն դա այստեղ մենք միանշանակ արձանագրում ենք կենտրոնական տրական հանձնաժողովի ոչ սկզբունքային ուրեմն մոտեցումը։ Անկախ դիտորդ դաշինքի դիտորդական առաքելության նպատակն է եւ ըստին արձանագրենք եւ օրենսդրության բացերի ուրեմն արձանագրումը, որոնց հետևանքով ունենում ենք խնդիրներ եւ նաեւ իրավակիրառ պրակտիկայի ընթացքում խնդիրների ուրեմն արձանագրումը եւ նաեւ լուծումների առաջարկումը եւ մենք իհարկե կամփոփենք նաեւ այս ընտրությունների ընթացքում առաջացած խնդիրների հանգեցրած այդ խնդիրների ստեղծող պատճառները եւ դրանց լուծման ուղղությամբ կշարունակենք մեր ջատագովությունը ընտրական օրենսգրքում եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Այս առումով հատկապես կարևոր ենք համարում դիտորդական առաքելության բացահայտումների հրապարական եւ դրանց պատշաճ քննությունը իրավապահ մարմինների կողմից։ Այստեղ կան հարցեր, որոնք դեռևս մենք ուղարկել ենք հաղորդումներ եւ գտնում ենք, որ ոչ միայն իրավապահ մարմինների նախաձեռնությամբ հարուցված քրեական գործերի կամ վարույթների մասին է խոսքը, այլ նաեւ մեր կողմից ուղարկված, արդեն պարոն Յանուսյանը նշեց, որ հաղորդումներ ենք ներկայացվել, մենք ակնկալում ենք նաեւ այդ հաղորդումների ուղղությամբ քննության իրականացումը, հաշվի առնելով առաքելության կողմից կատարված արձանագրումները, դաշինքը համարում է, որ ընտրությունները այնուամենայնիվ իր ամբողջության մեջ եղել են ազատ, արդար, քվեարկության արդյունքները ամբողջությամբ արտահայտում են քաղաքացիների կատարած ուրեմն քվեն, այսինքն իրական պատկերն է, չնայած այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ընտրակաշարքի գործոնը, լատենտային թեկուզեով որոշակի ազդեցություն ունեցել է, բայց այնուամենայնիվ նա մեծապես չի ազդել քվեարկության արդյունքների վրա։ Եվ իհարկե նաև նշեցինք առնվազն 2 տեղամասում քվեարկության արդյունքները պետք է համարեն անվավեր եւ նոր ուրեմն քվեարկություն կազմակերպվի այդ տեղամասերում, որովհետեւ դրանք մեկը ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկների բացակայությունը, ակնհայտորեն դա չի կարող համարվել ուրեմն, այսինքն դա այն պատճառն է, որի հիման վրա պետք է տեղամասում քվեարկությունը անվավեր ճանաչվի եւ մյուսը զինծառայողների քվեարկությունը, որը քվեարկության ժամկետի ավարտից հետո պետք է ուրեմն դադարեցվեր, բայց հաշվի առնելով քվեարկության արդյունքները նկատի ունի մանցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի եւ նախորդ ուժերի միջև տարբերությունները, անգամ այս 2 տեղամասերում վերաքվեարկությունները էական որևէ փոփոխություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների եւ հարաբերության կամ բաշխվածության վրա։ Այսքանը երևի թե շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նկատեցիք, որ ընտրությունների ընթացքում եղել է վարչական ռեսուրսի չարաշահում, չապահովել բոլոր մասնակից ուժերի մրցակցայնությունը, ընտրողների ազատ կամ արտահայտության վրա նրա ազդեցությունը եղել է հակաշարքի միջոցով եւ ընդդիմությունն էլ կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը նաեւ այն հիմնավորմամբ, որ վարչապետ Փաշինյանը չսպասելով բոլոր տեղամասերից ամփոփ արդյունքներին արդեն իր գիշերային ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք հաղթել են, մեծամասնություն են եւ կառավարություն են ձևավորելու, կխնդրեի, որ երկուստ էլ անդրադառնայիք այս հարցին։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ որևէ քաղաքական գործչի որևէ հայտարարություն, որը կատարվել է երեկոյան ժամը 8-ից հետո, ոչ մի ձև մի քվեով չի փոխել այն պատկերը, որը կա։ Երեկոյան 8-ից հետո ոչ մի գործչի հայտարարություն, ինչ գործիչ, ինչ հայտարարություն ուզում արած լինի, մի քվե չի փոխվել։ Ես ուզում եմ հիշեցնել, ով ինչ հայտարարություն ուզում արած լինի։ Ընտրական հանձնաժողովների 8 անդամներից 4-ը ընդդիմության ներկայացուցիչներ են։ 8 անդամներից 4-ը։
ընտրական հանձնաժողովներում, համարյա բոլոր հանձնաժողովներում ներկա են եղել քաղաքացիական պայմանագրի, Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան Դաշինքի եւ համարյա բոլորում նաեւ Բարգավաճ Հայաստանի վստահված անձինք։ Բոլոր տեղամասերից եղել է ուղիղ հեռարձակում։ Մենք հետևել ենք ուղիղ հեռարձակումներին, ու հեռարձակումների 98%-ով միջինում պատշաճ աշխատել է։ Մի քվե կեղծելու մասին որևիցե արժանահավատ ահազանգ չկա։ Կարող են լինել ինչ-որ տեխնիկական սխալներ, միտեղ անվավեր քվեաթերթիկը սենց գնահատած լինեն, միտեղ նենց գնահատած լինեն։ Կարող է օպերատորը ինչ-որ բան, օրինակ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թվերը թղթից համակարգիչ մուտք գործելուց ինչ-որ մի բան սխալ գրված լինի եւ դա ուղղվի։ Տենց բաներ կարող են